Ես ասել եք, որ խոսել եք տեղական այդ փողանը։ Ես այդ լուծարման հետ կապված գործընթացին կցանկանայի այսօր չկենտրոնանամ, բայց որովհետև ես տվել եմ պատասխան։ Դրանից ավել շարժումները կարող են վնաս հասցնել։ Պարոն Շարոմանյան, շարունակելով նայեք այս համատեքստը, ձեզ մեղադրում են լուծարման մեջ հանրապետությունը, բայց այսօր առաջին ամբիոնից թիվ 1 խոսափողը Փաշինյանը պարբերաբար հայտարարում է Լեռնային Ղարաբաղի էջը փակելու մասին, բոլոր հայտարարություններում նշում է անգամ հակամարտության մասին փաստող ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափն է, դեմ չէ, որ դա էլ այսպես փակվի եւ անցնի պատմության գիրկը։ Այս համատեքստում նախ ձեր գնահատականը հնչող հայտարարությունների վերաբերյալ Արցախի էջը փակելու եւ հետագայի վերաբերյալ ինչպես եք տեսնում այս դեպքում հայկական Արցախի էջը վերաբացելու հարցը, ինչ աշխատանքներ պիտի տարվի։ Արցախի էջը չի կարելի համարել փակված, մինչեւ Արցախի ժողովուրդը բռնի տեղահանված է եւ չկա իրենց հայրենիք վերադառնալու արժանապատիվ հնարավորություն։ Փաշինյանը ձեզ հարցրել է, որ այդ հայտարարություններն արել եք Արցախի ժողովրդի։ Ոչ, մենք կապ չունենք Նիկոլ Փաշինյանի հետ։ Ինչ վերաբերում է Մինսկի խմբի լուծարմանը, մենք իհարկե դրան դեմ ենք, որովհետև դա միակ միջազգային հարթակն է, որը ստեղծվել է հենց հակամարտությունը լուծելու համար։ Այդ որոշումները Արցախի էջը փակելու, Մինսկի խումբը լուծարելու, դա հայտարարում է Հայաստանի իշխանությունները եւ ես ակնկալում եմ նաեւ Հայաստանի քաղաքացիների արձագանքը։ Իսկ դուք հետաքրքրվել եք ինչու հայտարարությունը, երբ Արցախի ժողովրդի համար լավ պիտի լինի Ադրբեջանի ժողովրդի եւ Հայաստանի ժողովրդի, այնտեղից սղեցին արցախցիների հարցը։ Հետաքրքրվել եք օրինակ հայկական իշխանական շրջանակներից, եթե ոչ Փաշինյանից, ինչու ձեզ համար այդպես էլ լավ չեղավ։ Չէ, այդ հարցերը ես խնդրում եմ ուղղակի։ Պարոն Շարոմանյան, դուք ասում եք, որ Արցախի էջը փակված չէ, բայց Նիկոլ Փաշինյանը ուղիղ տեքստով նաև արտահայտվել եւ ասել է, որ Հայաստանում երկրորդ կառավարություն չի կարող լինել, վտարանդի կառավարություն չի կարող լինել։ Մենք դրա հետ համաձայն ենք։ Այս Չկա դեպքում Հայաստանի Հանրապետությունում երկրորդ կառավարություն, կա մեկ Հայաստանի Հանրապետության կառավարություն։ Մենք Մենք երբևիցե մեզ չենք համարում, որ մենք Հայաստանի կառավարություն ենք։ Մենք այլիայտի կառավարություն։ Չէ, դուք ժողովուրդ մի վարքյան, քանի որ ասում եք Արցախի հանրապետությունը լուծարված տեսնում եք, ես այդ կոնտեքստում եմ հարցնում։ Այդ դեպքում, եթե իրենք համաձայն չեն եւ ձեր հետ որևէ քննարկման իրենք չեն գնում, ինչպես եք պատկերացնում այդ աշխատանքը։ Մեր ճանապարհը ունենալ հայկական Արցախ, այդ ճանապարհը գնում է ուժեղ Հայաստանի, անկախ Հայաստանի Այդ իրական Հայաստանի գաղափարը դա ես թողնում եմ Հայաստանի քաղաքացիների մեկնաբանմանը, մեր համար ուժեղ Հայաստանի միջոցով։ Պարոն Շարոմանյան, արցախցիների վերադարձի հարցը։ Ունեք ինչ-որ մի կանչ կամ ինչ-որ մի առաջարկություն։ Դուք տեղյակ եք, որ վերջերս վերադարձի հետ է կապված էլի հարցը։ Ստեղծված է ազգային ժողովի կողմից համապատասխան հանձնախումբ, որը ղեկավարում է Վարդան Օսկանյանը, եւ բավականին լավ աշխատանք են իրականացնում, այդ թվում միջազգային հանրության ներկայացուցիչների հետ դուք տեղյակ եք, վերջերս Շվեյցարիայի խորհրդարանը ընդունել է բանաձև, որով նախատեսվում է խաղաղության կոնֆերանս իրականացնել Արցախի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների միջեւ։ Արցախցիների վերադարձի հարցը, պարոն Շարոմանյան, կարևորում եք։ Դուք գիտեք, որ սոցիալական սուր խնդիրներից պարզապես չգիտեն ուղղակի որ մեկի դուռը թակեն, անդադ լրագրողներին խնդրում են մարաթոններ, հաշվի համարներ են տալիս, բայց դա հարցի համակարգային լուծում չէ։ Ձեզ էլ այս իշխանությունները պարզապես փորձում են անտեսել, արհամարում են, չեն ընդունում, այնտեղ մեկը իշխանական падգամավորներից ասում է Շահրամանյան թող ինքնասպան լիներ, չստորագրեր, Արցախը էջը չփակի։ Հիմա ո՞նց եք դուք այս միջավայրում պատկերացնում արցախցիների շարքային արցախցիների սոցիալական խնդիրները։ Առաջինը այդ նույն հայտարարությունը անողը անձամբ ինձանից ներողություն է խնդրել, երբ իմացել է ճշմարտությունը։ Անդրանիկ Քոչարյանն է։ Այո, եւ Նկարեք ցույց տայք, մենք տեսնենք։ Ես չեմ ուզում դիսկուսիա վերացնենք, ուզում եմ ձեր հարցին պատասխանել, սոցիալական հարցի հետ կապված։ Այո, արցախցիները կանգնած են լուրջ սոցիալական հարցերի եւ բախվում են դրան։ Որ ասել Հայաստանի կառավարությունը ոչինչ չի ասում, դա սխալ կլինի, որովհետեւ լուրջ ֆինանսական միջոցներ են ուղղվում այդ ուղղությամբ։ Բայց դա բավարար չէ, որպեսզի արցախցիները արժանապատիվ կարողանան ինտեգրվել եւ շարունակել ապրել Հայաստանի Հանրապետությունում։ Ես նաեւ գիտեմ այդ հարցն էլ կառաջանա ձեր մոտ,
արցախցիները իրենց համարում են Հայաստանի քաղաքացի, որովհետև իրենք ունեն համապատասխան հանձնագրեր եւ ոչինչով չեն տարբերվում Հայաստանի քաղաքացիներից։ Պարոն Շահրամանյան, Սրա հետ կապված անգամ հանրայինի եթերում Գեղամ Սեյթանյանի հարցազրույցի ընթացքում ասում են հələ մի հատ դարեք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ նոր Հայաստանի կառավարությունից ինչ-որ բան պահանջեք։ Ես վրա Գրանցման հասցեմ։